Ժողովուրդն այժմ անհանգստանում է միայն երկու բանի համար՝ հացի և կրկեսների։ Դեռևս երկրորդ դարում հռոմեացի երգիծաբան Յուվենալը նկարագրում էր մի հասարակություն, որը պետական գործերին մասնակցելու փոխարեն բավարարվում էր կայսրների բաժանած անվճար հացով և զանգվածային զվարճանքներով։ Այդ տեխնոլոգիայի կիրառման սկիզբը վերագրում են հանրապետական բարեփոխիչ Գայոս Գրաքքոսին։ Նա մեր թվարկությունից առաջ 123 թվականին պետական հացահատիկը հասանելի դարձրեց ցածր գնով, գրեթե անվճար։ Կայսրը կերակրողն էր, ժողովրդի այսպես կոչված հայրը։ Քաղաքացիներն ուտում էին անվճար հացը, կշտանում ու հասկանում, դրանից հետո ճիշտ է, սովից աչքերի առաջ չի սևանում, բայց մեծ հաշվով ոչինչ չի փոխվում, ոչ իրենց կյանքում, ոչ կայսրության ներսում։ Բայց կերակրող հայրը, կայսրը դրա մասին էր մտածել։ Նրանք մարդկանց կյանքը վերածեցին ներկայացումների, խաղերի ու խրախճանքների։ Կենտրոնում գլադիատորական խաղերն էին, մահվան ու մարտի տեսարաններ, որոնք անցկացվում էին հիմնականում Կոլիզեում։ Մեկ այլ խոշոր հարթակ էր Հռոմի մեծ կրկեսը, որտեղ անցկացվում էին կարգերի մրցումներ, հազարավոր, երբեմն տասնյակ հազարավոր հանդիսատեսների մասնակցությամբ։ Այսպես, կրկեսը վերածվեց ոչ միայն զվարճանքի, այլ նաև քաղաքական գործիքի, ամբոխի էներգիան ուղղորդելու, սոցիալական լարվածությունը թուլացնելու և հանրային ուշադրությունը վերահսկելու, անցանկալի հարցերից շեղելու համար։ Ձեր մտքով էլ անցավ այն, ինչի՞մ։